Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Դու իմ տան մեջ չես մեծացել, բայց հենց սկզբից էլ ես քեզ չեմ տարբերել իմ թորներից։ Քո կյանքը հենց սկզբից էլ այլ կերպ ա դասավորվել, ու դրա համար էլ դու ուրիշ աղջիկ ես մեծացել։ Ես շատ կուզեի, որ Ռեբեկան, Էլկան էլ ինչ որ կերպ նման լինեին քեզ։ Բայց դուք արդեն մեծ եք, մեծ աղջիկներ եք ու որևէ բան փոխելն արդեն անհնար։ Էլկան ու Ռեբեկան էլ ունեն այնպիսի հատկանիշներ, որոնք ես կուզեի ունենալ։ Օրինակ Ռեբեկան շատ ուժեղ ու պայքարող տեսակ է։ Ես այս ընթացքում իրենից շատ բան եմ սովորել։ Պապի բոլորը կարծում են, որ ես շատ վատ մանկություն եմ ունեցել։ Շատ վատ եմ եղել միայն նրա համար, որ իմ իրական ընտանիքից հեռու եմ ապրել։ Բայց ես, երբ հիշում եմ իմ մանկության մասին, անկախ ինձնից դեմքից ժպիտ է գալիս։ Իսկ աղջիկների մոտ ճիշտ հակառակն է։ Սովորաբար մարդիկ երազում են մանկություն վերադառնալու մասին, իսկ աղջիկների համար դա ասոցացվում է սթրեսների ու տրավմաների հետ։ Պապի, ես կարող ա շքեղ պատերի մեջ չեմ մեծացել։ Կարող ա օրեր են եղել, որ քաղցած եմ քնել կամ հագուստիս վրա բրենդային պիտակի փոխարեն մի քանի կարկատան ա եղել, բայց ես իրոք երջանիկ եմ եղել։ Համենայն դեպս ես սիրով եմ հիշում մանկությունս։ Մանկության ժամանակ ստացած մի ջերմ խոսքը, մի գրկախառնությունը, այդ սերը հետագայում քեզ համար դառնում է մեծ վահան այն բոլոր հարվածների դեմ, որ կյանքը պատրաստում է քեզ համար։ Ու այդ նույն մանկության ժամանակվա ունեցած մենակության զգացողությունը, ընկճված լինելու զգացողությունը հետագայում քեզ կարող է դարձնել շատ թույլ ու խոցելի։ Իսկ այդ թուլությունը թաքցնելու համար մարդը սկսում է տարբեր հանդերձներ փնտրել, որովհետև եթե հանկարծ մեկը տեսնի, որ դա իր թույլ տեղն է, շատ ավելի ուժեղ է խոցելու, ցավեցնելու։ Իսկ ցավ տեսած մարդը ոչ թե ավելի ուժեղ է դառնում կամ սովորում է դրան, այլ փորձում է ամեն ինչ անել, միայն թե դժոխքի միջով նորից չանցնի։ Օրինակ, Ռեբեկայի մեջ ինչքան խռովք ու ցավ կար, չէ՞։ Ու ինքը հենց դրանից էր ագրեսիվ դառնում։ Ինքը բոլորին նեղացնում էր, բայց հենց ինքն էր տանջվում դրա համար։ Որովհետև սեր չտեսած, չվայելած մարդը չի կարող դիմացինին սեր տալ։ Կամ Էլկան։ Էլկան երբեք չուներ իր սեփական խոսքը, իր սեփական կարծիքը, որովհետև երևի միշտ դուք եք իր փոխարեն դա արել։ Միշտ դուք եք որոշել իր փոխարեն ճիշտն ու սխալը։ Ու ինքը վախենում էր իր իրական էմոցիաները ցույց տալ։ Վախենում էր իր իրական էմոցիաների համար բացեի բաց պայքարել։ Որովհետև էլի, ամեն ինչ ժամանակին դուք եք որոշել։ Ու այդ դեպքում մարդն էլ չի հասկանում, ոնց պաշտպանի իրեն ու իր զգացմունքները։ Մի նեղաց ինձնից, պապի ջան։
Ես չեմ ուզում քո այդքան չարչարանքն արժե զրկել կամ ասել, որ դուք չեք սիրել աղջիկներին։ Ուղղակի երբեմն մեր սերը ցույց տալու համար փորձում ենք սարեր շուռ տալ, լավագույն կյանքը ստեղծել, ամեն ինչով ապահովել, մինչդեռ այդ երեխային ուղղակի պետք էր սիրել, ուղղակի պետք էր լուր գրկել։ Լավ կներես, ես երևի չափն անցա։ Դու էլի մեկ անգամ ապացուցեցիր, որ ես քո հարցում չեմ սխալվել։ Հիմա ով ինչ ուզում անի, ես հաստատ գիտեմ, որ դու կկարողանաս ճիշտը սխալից տարբերել ու ճիշտ որոշումներ կայացնել։ Ինձ համար կարևոր է իմանալ, որ իմ ընտանիքում կա մեկը, ով կարող է հասկանալ մնացածի չարության, ընդվզումների ու բարկության պատճառը։ Իսկ այս պարագայում ես ավելի քան համոզվեցի, որ իմ ընտրությունը ու որոշումը արդար է։ Ինչ որոշում։ Բարև ձեզ, չեմ խանգարում։ Չէ, հարի բոնես։ Բա Ռեբեկան ուր է, ասեց, որ ճանապարհին է գալիս է։ Դե որ ասեց գալիս է, ուրեմն հեսա կհասնի։ Համենայն դեպս սպասի զանգեմ։ Ալո։ Ռեբեկա, Էլկան արդեն հասել է, մենք քեզ ենք սպասում, դու ուր ես։ Սար, ես չեմ գալու, դու Էլկան գնացեք իրար հետ։ Բայց ինչի։ Կարևոր գործեր առաջացան, կներես։ Լավ, խնդիր չկա, այդ դեպքում տանը կհանդիպենք։ Ռեբեկան չի գալիս, միասին կգնանք։ Լավ, ապի դե մենք գնացինք։ Սարդը կգնանք հարսանյաց սրահ կպայմանավորվենք, հետո էլ արդեն նվերների հարցերով։ Դե հա, այդ մի օրվա անելու բան չի, կհասցնենք։ Մի րոպե, Գայանե ջան, խնդրում եմ աղջիկներին զգուշացրու, որ դպրոցի մրցույթում հաղթող աղջկան վաղը տպարանում հյուրընկալելու ենք։ Թող մեր արտադրանքից ու մեր լոգոյով գեղեցիկ նվեր տուփ պատրաստեն, լավ։ Շատ լավ։ Սպասեմ պարոն Սարոյանն էլ ազատվի, իրեն էլ տեղյակ պահեմ։ Պարոն Սարոյանը տեղյակ է, բայց իր մոտ մարդ չկա։ Հա, ինձ էլ թվաց ձեր մյուս քույրը Ռեբեկան մոտնա։ Ռեբեկան։ Հա, նոր էստեղ էր։ Չէ, ինքը պիտի գար, բայց չի եկել։ Չէ, հաստատ տեսել եմ, էստեղ էր, բարևել եմ, քեզ էր փնտրում, հետո եկավ էս կողմ։ Լավ, ինձ կներեք, գնամ աղջիկներին զգուշացնեմ։ Ռեբեկան էստեղ է։ Չգիտեմ, բան չեմ հասկանում։ Ես ինչ ծանոթ դեմքեր եմ տեսնում։ Անցնում ես ցեղով, ասեցի մտնեմ, գայթակղությանը չդիմացա, մի կտոր հաց ուտեմ։ Մնչև երևաս։ Դե գաստել ու սենց մի հատ համով շաուրմա չուտես, այդ հանցագործություն կլինի։ Դու ես սարքում, դրա համար տենց գովում ես, էլի, հա։ Դա ինչի համով չի։ Բայց չէ լուրջ, դու ես սարքում։ Չէ, ուղղակի օգնում եմ, որ սարքեն։ Ես հիմա հասկացա, դու զուտ օգնում ես, դրա համար էլ համով։ Գորջան, ես քո հետ բանով խոսալու եմ Եվայի թեմայով։
Ախպերս հազիվ ուզում եմ մի կտոր հաց ուտեմ, գլնի տրամադրությունս չփչացնես։ Այդ աղջիկը ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Դե մեկը պիտի ասեմ։ Արամ ասում եմ հետաքրքիր չի։ Ախպերս ինձ ասում ես հետաքրքիր չի, Հայկոին էլ ասում ես, որ այդ աղջկան պահի իր աչքի տակ։ Հա, Հայկոին ասել եմ, որ հսկի, որտեվ Եվայից ամեն ինչ սпасելի է, բայց այդ չի նշանակում, որ ինքը ինձ հետաքրքրում է։ Գոր, Եվան չկա։ Հայկոն ասում է, որ ուղակի կորել է։ Միջև էդ էլ արդեն ասել եմ, որ ինչքան հնարավոր տեղ կա քեզնով է հետաքրքրվում։ Ու ինձ թվում է, որ հասկացել է, որ Ամերիկայում չես։ Ինչ ուզում է թող հասկանա, այդ ինձ չի հետաքրքրում։ Նես չի, որ ես թաքնվել եմ կամ վախենում եմ իրանից։ Մենք իրար հետ շուտվանից բաժանվել ենք, ու ինձ թվում է բոլորդ էլ գիտեք ինչի համար։ Ախպերս, մենք գիտենք, որ դուք բաժանվել եք։ Բոլորս էլ գիտենք, որ դու ջնջել ես քո կյանքից իրան, բայց ինքը քեզ ջնջել է, այն էլ այդ դեպքից հետո։ Կարող է դու էլ մի բան ուտես, թե գործի մեջ ես։ Լավ ախպերս, էլ ոչ մի բան չեմ ասում, ոնց հասկանում եմ դուրս չի գալիս։ Ուղղակի այդ աղջկա կորելը ու տենց քեզնով հետաքրքրվելը ինձ թվում է տարօրինակ է։ Ես որ լինեի քո տեղը, կանհանգստանայի։ Մտածում եմ լավ կլինի մի հատ գարեջուր էլ խմեմ։ Ես հեսա ծանոթի միջոցով կասեմ կտամ։ Սար, բայց ինչքան սիրուն բաներ կային, չէ՞։ Եթե նույնիսկ մոտ ժամանակներս չուզենայիր ամուսնանալ, հաստատ այդ ամեն ինչը տեսնելուց հետո ուզենալու էիր։ Հա, կա նման բան։ Բայց շատ սիրուն բաներ ընտրեցինք։ Հա, գիտես չէ, սկզբում մտածում էի, որ հեշտ կլինի, բայց հիմա մտածում եմ, որ այդ տեսականում մեջ խճճվելը մեկից մեկը։ Էլկա, ինձ շատ դուր եկան այսօրվա մեր գնումները։ Լսի, իսկ դու որոշել ես ինչ ես հագնելու։ Ճիշտն ասած, դեռ չէ։ Հերթը դրան չի հասել։ Ոնց, բայց հարսնակրոջ զգեստը հարսի զգեստին հավասար կարևոր է։ Հարսնակրոջ։ Հա, ինչի զարմացար դեմ ես։ Ես շատ եմ ուզում, որ դու լինես։ Չէ, դեմ չեմ։ Բայց չեմ կարող։ Ինչի։ Որովհետև Գորն ու Արմանը մտերիմ են հիմա։ Ու պատկերացնում ես, եթե Գորը որոշի հանկարծ Ազապ Արմանին ընտրի ու Ռեբեկան տեսնի ես հարսնաքույր եմ, Արմանն էլ Ազապ, պատկերացնում ես Ռեբեկայի վիճակը։ Ինքը ոչ մի բան հաշվի չի առնելու, ամբողջ օրը փչացնելու է։ Հա, այդ մասին չէի մտածել։ Դե չգիտեմ Գորը ում է ընտրել, չգիտեմ ինչ կորոշի, բայց կարող է Արամին է ընտրում։ Իրենք մոտիկ են, մտերիմ են։ Արամը Գորի մոտ ընկերոջ եղբայրն է։ Հա, ես Արամին լավ գիտեմ։ Հա։ Հա, ես չգիտեմ, դու տեղյակ ես Արամի ու Ռեբեկայի հարաբերությունների մասին։ Ես գիտեմ, որ Արամը Ռեբեկային սիրահարված է։ Դե հավանում է համենայն դեպս, բայց որ ինչ որ հարաբերություններ, չգիտեի։ Ուրեմն ես քեզ պատմելու եմ մի հատ պատմություն Արամի ռոմանտիկայի մասին։ Ես պատկերացնում թե դու ոնց ես ծիծաղելու։ Հա, դե շուտ պատմի անհամբեր եմ։ Բայց արի գնանք վերջին խանութն էլ մտնենք, համ կնայենք, համ կպատմեմ։ Լավ։ Կարելի է։ Արի Արման ջան։ Սարոյան, եկել եմ հիշացնեմ, որ վաղը հիվանդանոց գնալու օրն է։ Չէ, վաղը չեմ կարող, թող մնա հետո։ Չէ, ոնց չեմ կարող։ Ախր բուժման կուրսերս անցնում ու պետք չի, որ շեղումներ լինեն։ Չհասկացա, բուժարուն ես եմ, իմ կարծիքը հաշվի չեք առնում։ Կներես, բայց այս դեպքում չէ։ Ես պատրաստ եմ քո կշտամբանքները միջև վերջ լսեմ, բայց մեկը դրանից բան չի փոխվելու։
Մտածի ինչ է ստանա ասելու, բայց վաղը հաստատ տպարան չենք գալու, այլ միանգամից գնալու ենք հիվանդանոց։ Լավ, կգնանք։ Հիվանդանոցի օրերը ինձնից լավ ես անգիրարել։ Ինչ անեմ, եթե դու քո մասին չես մտածում, այդ պարտականությունը վերցրել եմ իմ վրա։ Երբեք այսքան չի ծիծաղացել։ Ռեբեկա։ Բարի երեկո։ Ռեբեկա այնքան հավես անցավ, իզուր էլ չեկար։ Հաստատ դու էլ մեծ բավականություն կստանայիր։ Կուզես ցույց տամ ինչեր ենք գնել։ Ինձ քո կարծիքը շատ հետաքրքիր է։ Չէ, չեմ ուզում։ Դու ամեն ինչից ամենալավն ես գլուխ հանում։ Վստահ եմ, որ այստեղ էլ չես թերացել։ Չեմ հասկանում ձայնիդ մեջ ինչ-որ մեղադրանք կա, թե ինձ թվաց։ Ռեբեկա, լավ ես քեզ զգում։ Ռեբեկա, իսկ ինչ գործեր ունեիր։ Չհասկացա։ Դե ուղղակի ասացիր, որ զբաղված ես ու չես կարող մեզ հետ գալ, բայց տպարան էիր եկել դրա համար։ Հա, եկել էի, հետո էլի դուրս եկա, ինչ-որ խնդիր կա, թե արդեն բոլորս քո հպատակներն ենք ու ամեն անցուդարձը քեզ պետք է հաշվետվություն տանք, ուր գնացինք կամ ինչի համար գնացինք։ Կներես, որ հարցրեցի, չէի ուզում նեղացնել։ Բայց ես ինչ ասացի, որ նեղացավ։ Ինչ իմանամ, երևի մտածում եմ էլի Արամի հետ ակռվել, մորը մեզանից է հանում։ Այդ մի բանը չէի մտածել։ Դե լավ, արի մեզ համար թեյ դնենք, ես էլ գնամ տեսնեմ ինչեր գնացինք ու ինչեր մնաց։ Ես հեսա լվացվեմ ու թեյը կպատրաստեմ։ Դե լավ, ես սրանք տանեմ իմ նինջարան։ Չէ, Ռեբեկա, մեկը դուրս չես գալիս։ Ալո, Ոնց ես, Մուննատ ջան։ քեզ ինչ։ Ես չեմ հասկանում, քո հետ խոսալը շահումով, հա։ Երբեք չես հասկանա քեզ զանգելուց դու ինչ տրամադրություն կունենաս։ Ճիշտ էլ հասկացել ես։ Դրա համար եթե կարևոր բան չունես ասելու, ես անջատում եմ։ Ես ուղղակի էլ նյարդերս չի երիքում։ Ինչ ա եղել։ Նոր ասեցի, քեզ ինչ։ Ես քեզ օդի մեջ հարց չեմ տալիս, որ հարցնում եմ նորմալ պատասխանի, ասում եմ ինչ ա եղել։ Նոր ասեցի, քեզ ինչ։ Քանի ինձ կարողանում եմ զսպել, անիմաստ հարցեր ուղղակի մի տուր, թե չէ ամբողջ զայրույթս քո վրա եմ թափելու։ Կարողա գամ ձեր տան մոտ դուրս գաս։ Հա, հասկանում եմ, որ ուշ է, բայց չեմ ուզի սենց քնես։ Եթե պիտի քեզ հետո լավ զգաս, ես դեմ չեմ քո ջղայնանալուն։ Դու ինձ ես օգնում, ես էլ քեզ եմ ուզում օգնել։ Հաջողություն, բարի գիշեր, ցտեսություն։
Արամ ջան։ Արման ջան, բարև ախպերես։ Ոչ եմ խանգարում։ Չէ, ախպերս խանութ էի մտել, դուրս եմ եկել, ինչ կա։ Կարամ քեզ մի բան խնդրեմ։ Բա այդ էլ հարց էր, ասա տեսնեմ ինչ է եղել։ Դու Էլկայի հետ խոսացել ես։ Ինչ է կատարվում։ Կարող է ինչ-որ բան ա եղել իրանց տանը։ Ինչի համար։ Նոր խոսում էի Ռեբեկայի հետ, չհասկացա, ոնց որ ինչ-որ մի բան են չէր։ Այսօր պիտի աղջիկներով դուրս գային խանութներով, ուզում եմ հասկանամ, կարող է ինչ-որ բան ա եղել այդ ընթացքում, որովհետև շատ վատ էր վիճակը։ Հա, գնացել են, բայց մենակ Էլկան ու Սարան, Ռեբեկան իրանց հետ չի եղել։ Հաստատ։ Հաստատ։ Լավ, ախպերս, բայց քեզ պիտի խնդրեմ, որ ինչ-որ մի բան իմանաս, անպայման ինձ էլ ասես։ Լավ, ախպերս։ Պապի ջան, մտածում եմ մրցույթում հաղթող երեխային տպարանում հյուրընկալենք, քեզ էլ կծանոթացնեմ։ Ու ուզում եմ տպարանում շրջայց կազմակերպենք, ինչ կասես։ Արա ինչպես ճիշտ ես գտնում։ Ինձ հարցնելու բնավ կարիք չկար։ Ես քեզ լիովին վստահում եմ։ Հա, իդեպ Նարինե, ձեզ մոտ վիճակը ոնց է։ Ռեբեկան ընտելացել է աշխատանքին։ Հա, պապ ջան, Ռեբեկան ամեն անգամ ինձ նորով է զարմացնում։ Այն տպավորությունն է, որ վաղուց է ծանոթ գործին։ Իրոք։ Ինչի ես զարմանում, պապի ջան։ Այդքան տարօրինակ է, որ ես էլ եմ ընդունակ ինչ-որ բանի։ Թե միշտ մտածել ես, որ ապաշնորենք։ Ես նման բան չեմ էլ ասել։ Պարտադիր չի բարձրաձայն ասես։ Ռեբեկա, բայց պապին վատ բան չասեց քեզ։ Իսկ դու մի խառնվի, երբ մենք խոսում ենք։ Ես հասկանում եմ, որ դու ամենալավն ես, ամենախելացին ես, բայց չափերդ մի անցի։ Չհասկացա, ես ինչից եմ եղված։ Չգիտեմ, պապի, պիտի որ մեր հետ խնդիր չունենար։ Ես էլ չեմ հասկանում։ Տպավորությունա, որ ինձնից նեղացած է, բայց ինչի համար։ Դե երևի ուղղակի անտրամադիրակ եք հանգիստ թողնենք։ Վստահ եմ, որ կանցնի, պապ ջան։ Գնանք, պապի։ Չէ, ես գործնական հանդիպում ունեմ ու հնարավոր է այսօր տպարան չգամ, բայց դա կապ չունի։ Դու կդիմավոր ես երեխային ու կանես այն, ինչ որ հարմար ես գտնում։ Իհարկե ես կփորձեմ արագացնել հանդիպումս, որպեսզի հասցնեմ գամ։ Լավ, հասկացա քեզ։ Արմանը դեռ չի հասել։ Կգա, քեզ կտանենք տպարան, հետո ես կգնամ։ Լավ։ Բարի լույս, Ռեբեկա ջան, վերջապես եկար։ Ոնց ես։ Ինչի ես եկել։ Այսինքն ոնց ինչի ես եկել։ Գիշերը քիչ էր մնում ինձ հեռախոսից այն կողմ սպան էիր։ Ուրեմն ինչ-որ լուրջ պատճառ կա, չէ՞ որ այդ վիճակում ես եղել։ Դու կապ չունես։ Լավ, արի եթե հասկանանք, եթե քո հետ կապ ունի, ուրեմն իմ հետ էլ կապ ունի։ Եթե ուզում ես, կարաս չասես ինչ ա եղել, բայց արի միասին կքայլենք, համ մի քիչ կցրվես, համ էլ կխոսանք։ Եթե կուզես, կարանք կոֆե էլ խմենք։ Նախորոք ասում եմ, որ բերժում չի ընդունվում։ Լավ, քայլելուն համաձայն եմ։ Իրոք ինձ թվում է կօգնի կցրվեմ։ Դե գնացինք։
Հասար։ Բարի լույս։ Բարի լույս, արդեն ժամանակն է։ Հա, պապին ու Արմանն ինձ է սպասում, պիտի գնանք տպարան, հետո դպրոց։ Բայ ես ինչ անեմ։ Գոր, պետք չի այդքան լարվել։ Չի ստացվում։ Գոր, ինձ թվում է դու պետք չի մեզ հետ գաս դպրոց։ Դու կարող ես քո այդ հուզմունքով ու լարվածությամբ մեզ բոլորիս մատնես։ Ավելի լավ է հետո միանգամից տպարան կգաս։ Լավ, ուրեմն կգամ տպարան։ Եղավ։ Հրավիրում ես սուրճ խմելու, բայց բաղբաղակ ես բերում։ Դե քանի որ քո ներսում ամեն ինչ շատ թեժ էր, ասեցի համ մի քիչ կսառես, համ էլ կխաղաղվես, հետո կգնանք սուրճ խմելու, հա։ Կներես երեք որ տենց հետդ խոսեցի, ուղղակի ամենաբարկացած պահին զանգեցիր, ես էլ ամբողջ բարկությունս քո վրա թափեցի։ Ու նույնն է այսօր, ամենաբարկացած պահին հայտնվեցիր։ Դու տեսնում ես ես ինչ ընկեր եմ։ Հենց քեզ վատ ես զգում կամ գալիս եմ կամ զանգում եմ։ Բայց դու վատ մարդ չես։ Ես Ռեբեկա ջան, ես ոսկի տղա եմ։ Իմ նման սիրուն, համեստ, խելացի ու ընտիր տղեն եկել նստել աստեղ։ Դու նոր ես հասկանում, որ ես վատ մարդ չեմ։ Գիտես, ես որ Ամերիկայում տնից դուրս էի գալիս, հարևաններն ասում էին արև էլ կարած դուրս չգաս, Արամն արդեն տնից դուրս է եկել։ Քո ինքնավստահությունը սպանում է, անկեղծ եմ ասում։ Իսկ քեզ ծիծաղելն է շատ ասազում։ Ինչ ես անում։ Լսի, իմա այն աղջկա մասին, որ ասում է, որ դուրս եկել է, եկել այնտեղ նստել են։ Ուր է։ Մի նայի տենց կամ նենց նայի, որ քեզ չտեսնի։ Ինքը հիմա իրան նենց է պահում, իբր ոչ մի բան չկա, բայց դու դրան չհավատաս։ Ահա, բայց ձերքս թող։ Չէ, ձերքը դուր թողնեմ, մենք զույգ ենք, չէ՞, մենք ընկերուհի ենք, զույգերը սենց են նստում, Ռեբեկա ջան։ Բա հետ եմ ասում, որ հիմա ինքն էլ նենց ձևեր է թափում, իբր տենց էլ պիտի լինի, բայց դու չխառնվես իրար, խոստացել ես չէ, որ պիտի ինձ օգնես, մենք ընկերուհի ենք, չէ։ Շատ չէ սարիթափվում։ Ես քեզ ասեմ, ինքը միամիտ աղջիկ չի, ինքը, որ հիմա այս ամեն ինչը մենք սենց չանենք, չի հավատալու։ Ուղիղ մեզ են նայում, հիմա դու նենց ձևացրու, իբր մեր մոտ ամեն ինչ նորմալ է, գիտես չէ, հենց հիմա ուղիղ նայում է մեզ, ես տեսնում եմ, հենց հիմա խանդից պայթում է, հաստատ հեսա հանձնվելու է, ապրես, որ ինձ օգնում ես, շատ շնորհակալ եմ, բայց դե գրազա, խոստացել ես չէ, պիտի օգնես։ Դեռ նայում, հա։ Հա, ուղիղ մեզ է նայում, շատ ուշադիր։ Դե լավ, դե որ հավատա։ Սարոյան, ամբողջ ճանապարհին ոչինչ չասեցիր, բան է եղել։ Գիտես, մտքերս խառն են։ Չգիտեմ, ճիշտ եմ անում արդյոք, որ ամեն ինչ թողնում եմ Սարային։ Բայց
Բայց երեք էլ այսօր էլ որքան ամփոփեցի մտքերս, այնքան եկա այն եզրակացության, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել։ Ինչի։ Չգիտեմ, լսիր, Ռեբեկան այսօր էլի շատ վատ էր տրամադրված բոլորիս հանդեպ, հատկապես Սարայի։ Ինչքան էլ ժամանակ անցնի, ինչ էլ լինի, միևնույն է, Ռեբեկան մնում է շատ էմոցիոնալ ու տրամադրության մարդ։ Բայց ինչ որ բան էր եղել, թե հենց այնպես։ Չէ, ոչինչ, ավելի ճիշտ չգիտեմ, ոչ ոք ոչինչ չգիտի։ Պարզա։ Դե լավ, ժամանակն է գնանք արդեն։ Հա, գնացինք։ Ես գիտեի, որ քեզ կհետաքրքրի։ Այն ինչ հիմա տեսար Տաթև ջան, մեր տպարանի շատ փոքր հատվածն է։ Հիմա կգնանք իմ աշխատասենյակ, այնտեղ կնստենք, կզրուցենք, հետո քեզ ամբողջ տպարանը ցույց կտամ։ Իսկ կարող եմ զգուշացնել մայրիկիս։ Իհարկե, ես դպրոցից թույլտվությունը ստացել եմ, մայրիկիդ չեն զգուշացրել։ Զգուշացրել են, ուղղակի ուզում եմ ասեմ, որ հասել եմ։ Ինքը շատ է անհանգստանում, երբ ես ստանը չեմ։ Լավ, Տաթև ջան, արի ներս գնանք, այնտեղից կզանգենք, լավ։ Լավ։ Արի, Տաթև ջան, սա մեր աշխատասենյակն է, նստիր։ Հիմա մի քիչ կօգտվենք, կշփվենք, որ իրար ավելի լավ ճանաչենք, հա։ Չեմ խանգարի ձեզ։ Իհարկե չէ, արի։ Գիտես, ես քո շարադրությունից շատ տպավորված էի։ Ես չէի ուզում հանձնեի, ես մտածում էի երևի պետք չի։ Չէիր ուզում, բայց հաղթեցիր։ Սրանք էլ քո նվերներն են։ Չի ստացվում։ Կստացվի, հիմա կանչեմ նորից կմիացնեմ, կստացվի։ Իմ հեռախոսով կարաս զանգես, համ էլ մաման չի անհանգստանա։ Բայց կարելի է։ Ահա, իհարկե կարելի է։ Զանգում է։ Չես պատասխանում։ Գորդ է պատասխանի, որ անցնենք մնացած անելիքներին։ Լավ, իմ հեռախոսով կզանգենք մամայիդ։ Ալո։ Գոր։ Արդեն 5 տարի է ձայնը չէի լսել։ Ոնց ես։ Հասկանում եմ, դու էլ իմ նման հուզվել ես։ Քեզ լավ լուր ունեմ։ Ուզում եմ ասել, որ ես Հայաստան եմ գալիս։ Արդեն ճանապարհի կեսն անցել եմ։
ու անհամբեր սպասում եմ իմ ու քո հանդիպմանը։ Դե մի բան ասա, ինչ ես լռում։ Գալուտ իմաստը որն է, կամ ինձ ինչի ես հիշել։ Ես քեզ չեմ էլ մոռացել, Գոր։ Մոռանաս թե չմոռանաս, այդ եղանակ չի փոխում։ Ուրախ եմ, որ դուրս ես եկել։ Ինչով կարամ քեզ կօգնեմ, բայց մի արի։ Ես արդեն գալիս եմ, ու ուզում եմ, որ… Ես էլ ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնես։ Կլինի։ Կարող է շատ բան էլ առաջվանը չի, բայց դու չես փոխվել, Գոր։ Էլի ընդհատում ես, էլի չես լսում, քո ասելիքը ասում ես ու վերջ։ Բայց սենց չի լինի, Գոր։ Ես գալիս եմ, դու ուզես դա, թե չէ։ Գալիս եմ, որովհետև լիքը չասած բան ունեմ, կորցրած տարիներ ու չավարտված պատմություն։ Ու կամ այս պատմությունը պիտի ավարտվի, կամ էլ… Կամ էլ…